Բարև բոլորին, ես Դիանան եմ, ապրում եմ Ճապոնիայում եւ պատմում եմ ճապոնական կյանքի մասին։ Քանի որ ես եւ ամուսինս շատ ենք սիրում ճանապարհորդել, այս անգամ մենք որոշել ենք գնալ Կանազավա։ Կանազավան շատ մեծ մշակութային ժառանգություն ունի եւ այն հանդիսանում է Հոնշու կղզու հյուսիսային մասում, որտեղ կան շատ հին վայրեր, շատ հին ճապոնական վայրեր եւ ամենակարևորը այնտեղ շատ հայտնի է։ Այնտեղ շատ հայտնի է ոսկին եւ ոսկուց պատրաստված բաները եւ ինչպես նաեւ Հիմա եմ ամուսինը շատ ուրախությամբ եւ երջանկությամբ սպասում է, թե երբ մեր սամալյոտը թռնելու։ Եվ այսպես մենք արդեն գտնվում ենք ինքնաթիռում եւ մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ինքնաթիռը թռնելու։ Եվ այսպես մենք հասանք արդեն համարյա Կանազավա հասանք, մենք արդեն իջանք աերոպորտից, նայեք շատ երջանիկ է, շատ ուրախ դեմքը։ Եվ հիմա մենք որոշել ենք արդեն ուտել իհարկե, եւ առաջինը մեր լոտում ուտելու բանը դա Կանազավայի քարեն է, Կանազավայի սիլով պատրաստված քարեն է։ Ուրախ ես, Քեն։ Հա, ուրախ։ Եվ այսպես մենք վերջապես հասանք եւ ես որոշել եմ գալ այստեղ, սա Հանիբե Caves-ն է, Հանիբե քարանձավներն են։ Եթե դուք տեսնում եք այս Բուդդայի գլուխը, այնտեղ մեջը շատ հետաքրքիր ստատույաներ կան եւ շատ վախենալու։ Եւ իմ ամուսինը ինքը շատ է սիրում, որտեղ մեր ոնց որ հոբիները միևնույնն են, միանման են եւ նա շատ է սիրում այսպիսի վայրեր։ Դե գնացինք։ Ստեղ մանամելի։ My gosh. Is